Բարի երեկո, Tribune-ի եթերում կարճ միացում հաղորդաշարն է։ Յուրաքանչյուր ուրբաթ ամփոփում ենք շաբաթվա կարևորագույն քաղաքական եւ հասարակական իրադարձությունները։ Այսօր մեր հյուրն է թուրքագետ Մհեր Աբրահամյանը։ Բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հավերնությունների համար, պարոն Աբրահամյան։ Սկսենք շաբաթվա թերևս աղմուկահարույց որակել հնարավոր է, որովհետև նոր քաղաքական միավորի անդամը երբ որ ուղևորվում է Ամերիկա, այսպես sense գլոբալ PR ակցիայի շրջանակում, PR անելով արդեն համացանցերում, այդպես Թրամփի կարգախոսով իհարկե հայաֆիկացնելով այդ կարգախոսը Հայաստանը դարձնենք ավելի հսկա, հզոր ու լավը, հարցեր են առաջանում իհարկե, ոչ միայն սովորական քաղաքացիների մոտ ինչու ինչպես, այլև այստեղ տեսնում ենք, որ իշխանությունն է ինչ որ կարծես ցեյթնոտի մեջ ընկել, հիմա մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի մասին է իհարկե խոսքը գիտեք, հարցազրույց արդեն տվել է աշխարհահռչակ լրագրողին, ամերիկացի Թաքեր Կարլսոնին, այն եթեր կհեռարձակվի արդեն հաջորդ շաբաթ, բայց այստեղ ուզում եմ մենք հասկանանք, նաև վերլուծենք այն պահը, թե ինչ ասպեկտներում է Թաքեր Կարլսոնի հետ հարցազրույցը առաջացրել իշխանությունների, եկեք ասենք վախը պայմանական, որովհետև իրենք սովորաբար վախի մեջ են պահում ժողովրդին, սա չլինի, սա կլինի, մենք էլ այս կոնտեքստում դա քննարկենք, որն է այդ անհանգստության եւ վախի պատճառը։ Նախ առաջինը սկսենք, որ Կարլսոնը դա շատ աշխարհահռչակ լրագրող է, որը հարցազրույցներ է վարում գործող քաղաքական ղեկավարների հետ եւ շատ այսպես սուր հարցերով, թե հիշենք Պուտինի հետ նրա հարցազրույցը եւ տարատեսակ այլ քաղաքական վերնախավերի եւ այստեղ Նարեկ Կարապետյանը, որը մինչեւ այս երբևէ զբաղված չէր եղել քաղաքական գործունեությամբ, հայտնվում է ԱՄՆ-ում եւ հարցազրույց է տալիս Կարլսոնին եւ ամենահետաքրքիրը, որ նրանք մինչեւ հարցազրույցի այսպես ավելի ընդհանուր դառնալը հայտարարեցին, որ որևէ գումար չի ծախսվել դրա համար։ Եւ կարծում եմ այսօրվա իշխանության այս ցայտնոտը կամ անհանգստությունը կապված այս հարցազրույցի հետ կայանում է նրանում, որ Ամերիկայում Նարեկ Կարապետյանի հարցազրույցը Կարլսոնին ընկալվում է որպես այսպես քաղաքական մի իրադարձություն։ കാരണം որ ինքը Կարլսոնը դա քաղաքական մեկնաբան է, քաղաքական լրագրող է եւ կարծում եմ այս անհանգստությունը կապված է այն բանի հետ, որ Նարեկ Կարապետյանը եւ մեր ձևով շարժումը լուրջ հայտ կարող է ներկայացնել 2026 թվականի ընտրություններին։ Այս հարցազրույցը հենց դրա ապացույցներից մեկն է, որը մեծ այսպես իրարանցում է առաջացրել այս իշխանության մոտ։ Մեկ նկար, այսինքն երկու նկարով նույնիսկ, մեկը այդ գլխարկով նկարներ, սպորտային, երկրորդը արդեն Թաքեր Կարլսոնի հետ նկարներ, արդեն իրարանցում է առաջացել։ Փաստորեն քաղաքական այս նոր միավորը իրականում ինտենսիվորեն կիրառում է իր ամբողջ գործիքակազմը, ընտրություններին ընդառաջ գործարար կապիտալը, գործարարի կապիտալը, կապերը, բնականաբար ֆինանսական միջոցները, ինչու՞ չէ նաև։ Ինչ եք կարծում, եթե այնուամենայնիվ չկարողանա իշխանությունը վերցնել, այսպես կոպիտ ասած, կգնան Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվածության կամ որևէ կոալիցիայի այդ ամենայն թեժ կետում, երբ որ պետք կլինի միավորում, որովհետև բոլորը այսպես խոսում են միացեք, միավորվեք, միավորման մասին են խոսում, քանի որ իր թիմը, նկատի ունեմ մեր ձևով շարժման թիմը, ավելի շատ այսպես քաղաքական խիստ իրավիճակային շահերի վրա հիմնված է, հեցի խնդիրն է այնտեղ, ուրիշ խնդիրների հետ կապված քաղաքական կապիտալ այս պահին, որպես այդպեսին չունի, դուք նշեցիք, որ Նարեկն էլ Կարապետյանը չի զբաղվել երբևէ քաղաքականությամբ, ինչ ակնկալենք այդ ամենա զգայուն պահին, երբ որ պետք կլինի արդեն քաղաքական ուժերի միավորումը։ Այսպես ասեմ, եթե մեր ձևով շարժումը ցանկացած պարագայում դա լինի ամենակրիտիկական պահին, դա լինի ոչ կրիտիկական պահին, եթե գնա համագործակցության որևէ կերպ այս իշխանության հետ, դա նշանակում է, որ նրանց ասածը, նրանց ելույթները, նրանց քաղաքական տեքստերը, նրանց քաղաքական գործողությունները առ ոչինչ են։ Պարզապես սեփական կաշին փրկելու միջոց, եթե տեղի ունենա, այո, եթե տեղի ունենա այդպիսի մի իրավիճակ։ Քանի որ այն ինչ որ տեղի, այն ինչից որ սկսեց մեր ձևով շարժումը, դա այդ ընտանիքին եւ այդ ընտանիքը, որ այսօր քաղաքական process է սկսել, լուրջ հարված էր։ Այսինքն պարզապես մի բառի համար ձերբակալեցին
գործարար Սամվել Կարապետյանին եւ այս պարագայում նրանց հետ համագործակցության գնալը բերելու է այդ քաղաքական ուժի կամ չձևավորված քաղաքական ուժի կործանմանը։ Այսինքն նրանք դառնալու են հերթական սատելիտ, եթե տեղի ունենա նրան նման մի բան։ Ընկալվելու են հերթական մի սատելիտ։ Որոնք իբր թե քննադատում են, բայց տակը արդեն այլ կոնտեքստ գոյություն ունի։ Ես հուսով եմ, որ նման բան տեղի չունենա։ Լավ, հուսանք, տեսնենք։ Դե հույս ասում եմ, հեռնում է վերջում։ Պարոն Աբրահամյան, վերջերս տեղի ունեցավ Օրբելի ֆորումը երկօրյա, հավանաբար հետևած կլինեք, որովհետև այնտեղ ներկային նաև թուրք ու ադրբեջանցի լրագրողներ ու այսպես շատ փորձում էին ամեն դեպքում ինչ-որ սարկազմ կար նրանց հարցերի մեջ, գերակշռում էր համենայն դեպս ըստ մեր գնահատականների, եւ թուրք լրագրողը Հայաստանի արտգործնախարար Միրզոյանին նմանեցրեց Թուրքիայի արտգործնախարարին, բառացիորեն ցիտեմ, ասում է, երբ խոսում եք Եվրամիության եւ այլ կազմակերպություններին միաժամանակ անդամակցելուց, լսելով ձեզ, թվաց թե Թուրքիայի արտգործնախարարն է խոսում։ Հիմա ինչ եք կարծում, պատահական էր արդյոք այդ համեմատությունը, ինչի մասին է սա խոսում հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կոնտեքստում այս ամբողջ խաղաղության օրակարգի թեմայի շուրջ։ Սկսեմ մի կետից, որ այդ համեմատությունը երևի աշխարհի ամենավատ համեմատությունն էր։ Բայց հրճվանք կար այնտեղ։ Ինչու։ Նախ առաջինը այդ թուրք լրագրողը, այսպես եթե խոսենք երկու նախարարների ունեցած փորձի եւ գիտելիքների մասին, ապա նժարները տարբեր մակարդակների վրա են։ Չլինի Թուրքիայի գովեստ, բայց Թուրքիայի արտգործնախարարը շատ պրոֆեսիոնալ մի անձնավորություն է, որը անցել է շատ տարբեր փուլեր։ Եղել է բացի դրանից եղել է հատուկ ծառայության ղեկավար երկար տարիներ, վերջի վերջո ունի բազմաթիվ գիտական հոդվածներ եւ այնուհետեւ արտգործնախարար է։ Գիտեք, այստեղ Թուրքիայի կողմից, թուրք լրագրողի կողմից խաղարկվում է իրենց խաղաքարտերից մեկը, որ այսպես իբր թե խաղաղություն եւ բարեդրացիական հարաբերությունները հաստատվել եւ թուրքերը միշտ դա խաղարկում են եւ թուրքերը միշտ խաղաղության օրակարգը բերում են շրջանառություն այն պարագայում, երբ որ այլևս պատերազմական գործողություններ պետք չեն եւ պետք է խաղաղության օրակարգով կլանել տվյալ իբրև փափուկ ուժով, հա։ Այո, տվյալ պետությանը կամ տվյալ ազգին։ Եվ կիրառում են այդպիսի մեթոդներ եւ այդ թուրք լրագրողի հարցն էլ հենց բխում էր դրանից այդ համեմատությունը կատարելուց, որ նայեք, մենք նման ենք իրար, մենք շատ լավ հարաբերություն ենք, մենք նմանեցնում ենք իրար, մեր քաղաքականություններն են անգամ նույնը, ես լսում եմ ձեզ, ինձ թվում է թե Ֆիդանն է խոսում եւ այլն եւ այլն։ Սա թուրքական խաղաքարտ է։ Ես չեմ կարծում, որ Հայաստան եկած թուրք լրագրողը կամ ադրբեջանցի լրագրողը դա պարզապես այտենց մեկը որոշել է, որ պիտի գա Հայաստան։ Հատուկ ուղարկված լրագրողներ են, որոնք ունեն հատուկ հարցեր, եւ սա այդ կոնտեքստից մեկն էր, որը նրանք իրարեցին։ Այսինքն թուրք նախարարի հետ այդ իդենտիֆիկացումը դա պարզավորել իրենց շահերից է բխում։ Այո, դա պարզապես խաղաքարտ էր, դա խաղ էր, այսպես ասեմ ձեզ, որը կիրառվեց եւ որոշակի լսարանին ցույց տրվեց, որ այ Թուրքիան այսպես է տրամադրված Հայաստանի նկատմամբ։ Բարիդրացիական, այո, եղբայրական։ Բայց իրականում դա խապկանք է։ Շատ մեծ այսպիսի խաղի խապկանք։ Դուք նկատեցիք Միրզոյանի արձագանքը։ Ճիշտ ասած, ես Միրզոյանի արձագանքը չեմ նկատել այդ ակնարկին, ինչու, որովհետև այն օրակարգը, որ այսօրվա իշխանությունը իրականացնում է Թուրքիայի հետ հարաբերություններում, ոչ մի կերպով չի բխում մեր պետության եւ ազգային շահերից, որովհետև հաշվի չի առնվում տարատեսակ խնդիրներ, որ առկա են հայ-թուրքական տարատեսակ հարաբերություն, սկսած քաղաքական, վերջացած հասարակ ժողովրդի մեջ հարաբերություններից։ Եկեք անդրադառնանք հիմա Ալիևի հնչեցրած հայտարարություններին, գիտեմ շաբաթվա ընթացքում շատ է վերլուծվել, շատ են մեկնաբանություններ իհարկե, բայց մենք էլ մի պահ դրան գանք եւ հասկանանք առհասարակ
հիմա ինչ հրթիռի վրա նստած առաջ շարժվում Ալիևը կոնկրետ այդ օրակարգով հանդերձ ու սկսեմ երևի Փաշինյանի պատասխանից, որովհետև հենց առաջին նրա պատասխանն էր, որ ավելի կարևոր էր, հետո էլի պատասխաններ է տվել, բայց դրանք արդեն որ լրիվ ուրիշ կոնտեքստում էին, խոսքը Ալիևի վերջին հայտարարությունների մասին է Գեոչայի վերաբերյալ, Սևան չկա, այս չկա, մենք տանկերով չենք մտնելու, մեքենաներով ենք գալու, որը նա համարեց ոչ թե այսպես պատերազմական այլ ռազմատենչ, այլ ուղղակի ասեց, որ խաղաղասեր նպատակներով են այսպես մտնելու, հիմա ասում են մենք քաղաքական մակարդակում այլևս խնդիրներ չունենք եւ խնդիրը նույն սոցիալ հոգեբանական մակարդակում, որքան էլ որ ծիծաղելի չասեմ էլի շատ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում, այսպես բոլորը նրան վերագրեցին արդեն Ալիևի հոգեբանի դերը կամ Ալիևի փաստաբանի դերը, որովհետև ստացվում է, որ եւ արդարացնում է, եւ բացատրություններ է տալիս Ալիևի հայտարարություններին, այնինչ երևի ինչ որ մի հատ հույս կարելի, որ մենք սպասում ենք ավելի կոշտ պատասխանի գոնե թե առաջին հերթին արտգործնախարարության մակարդակով։ Բայց հիմա մարդը ասում է, որ նույն կապն է տեսնում, օրինակ ինչքան ասում է Ադրբեջանում հնչում է Բասար Գեչարարունը, այնքան Հայաստանում հնչում է Արցախ անունը։ Եկալկել է Արցախին, այսինքն ստացվում է մենք դիվանագիտական դաշտում ըստ վարչապետի այնպեսի անտեսանելի հաղթանակ ենք արձանագրել եւ քաղաքական մակարդակում այլևս խնդիրներ չունենք Բաքվի հետ ըստ Այսօրվա իշխանությունը տարատեսակ այսպիսի իրավիճակներում ունիկալ կերպով գտնում է ինչ-որ նախադասություններ, ոչ թե հակադարձելու, այլ բացատրելու Ալիևի խոսքերը։ Որ չվնասենք process-ի խաղաղության։ Դա իրենք են այդպես ասում։ Ես չեմ հասկանում իրանք ոնց են կարողանում գտնել, բայց գտնում են տենց շատ հետաքրքիր բառակապակցություններ եւ բառեր, որպեսզի արդարացնեն Ալիևի խոսքերը։ Այսինքն ես լինելով պատմաբան չեմ հանդիպել իմ պրակտիկայի ընթացքում, որ մի պետության ղեկավարը, որի հետ ընդամենը 2 տարի առաջ պատերազմական վիճակի մեջ էր, արդարացնի այն մյուս պետության ղեկավարի նաև խոսքային հարձակումները։ Հասկանում եք, երբ որ Ալիևը ասում է դա Սևան չի, այլ Գեոչա է, դա նշանակում է, որ նա հստակ ունի տարածքային պահանջներ Հայաստանից, տարածքային նկրտումներ ունի Հայաստանի նկատմամբ։ Եվ իրականում, եթե հետևում ենք այսպես Ադրբեջանի տարատեսակ ֆորումներին, տարատեսակ հասարակական կազմակերպություններին, բոլորի մոտ հստակ երևում է, որ կա Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտում, որ Հայաստանը որպես այդպեսին գոյություն չունի։ Եվ երբ որ ասում են մեր մոտ այսպես սոցիալ հոգեբանական խնդիրն է, ոչ, այստեղ սոցիալ հոգեբանական խնդիրը չէ։ Այստեղ կա քաղաքական խնդիր, այսինքն Ալիևի քաղաքական գիծը Հայաստանի հանդեպ տարածքային պահանջներ ունենալն է։ Հայաստանի քաղաքական գիծը Ալիևի խոսքերը արդարացնելն է։ Լավ, այդ դեպքում Փաշինյանի այս արձագանքը մեղմ ասած ինչով է վտանգավոր այս մոտեցումը քաղաքական եւ իր իսկ նշած, բայց արդեն մեր տեսանկյունից բարոյահոգեբանական առումով։ Ինչով է վտանգավոր։ Վտանգավոր է նրանով, որ մենք հասկանում ենք, որ Հայաստանում գոյություն չունի դիվանագիտություն։ Վաղուց արդեն այո։ Ամեն անգամ դա ապացուցվում է, որ չկա դիվանագիտություն, այսինքն պայքարը ոչ միայն հողի վրա չկա, այլև նաև խոսքում չկա, դիվանագիտության մեջ չկա։ Եվ իհարկե սա Ալիևին միանշանակ ձեռնտու եւ սոցիալ հոգեբանորեն շատ այսպես հանգիստ վիճակի մեջ է դնում, որովհետեւ նա կարողանում է տարատեսակ հարթակներում, որոնք մենք չենք տեսնում, այսինքն տարատեսակ հանդիպումներ, որը մենք չենք տեսնում, նա կարողանում է հստակ կերպով առաջ տանել իր օրակարգը։ Ու այդ օրակարգերը բոլորը նա կարողացավ հասնել։ Հայաստանին ստիպեց մոռանալ այն տարածքները, որ Արցախյան պատերազմից հետո մտավ 44։ Ստիպեց Արցախ անունը դուրս բերել քաղաքական խոսույթից, համենայն դեպս իշխանական քաղաքական խոսույթից։ Արցախցիների վերադարձի խնդիրը իսպար հանեց, մտցրեց իր ուզած խնդիրը, որ պետք է ադրբեջանցիները գան բնակվեն այսպես մեքենաներով։ Ինչու՞ չէ մեքենաներով։ Եվ դա եւս մեկ քաղաքական խնդիր է լուծում Ադրբեջանի համար, իսկ Հայաստանում էլ ոչինչ։ Ադրբեջանը պահանջում է ադրբեջանցիների վերադարձը, միշտ, մենք չենք պահանջում արցախցիների վերադարձը այնտեղ։ Այսինքն սա վկայում է այն մասին, որ գոյություն չունի դիվանագիտություն Ադրբեջանի հետ շփումներում։ Գոյություն ունի հստակը, ես ասեցի, դու անում ես։ Դու որ ասես, հանկարծ չասես։
Այս բանով ենք շարժվում։ Հայաստանը իրավունք չունի խոսել, ասել, ոչ թե իրավունք չունի, այլ Հայաստանի իշխանությունը տարել են դրան այսօրվա մեր դիվանագիտությունը։ Դա բազմաթիվ վերլուծություններից ելնելով մի վարկածել կա, պատկերը հետևյալներ, որ Ալիևը նպաստում է Փաշինյանի նախընտրական արշավին, նույն խաղաղության է թռչակագրով արդեն, սակայն այս շաբաթասկզբին արված հենց այդ հայտարարությունով իբրև ճիշտ հակառակն արեց, հակաքարոզչություն արեց Փաշինյանին։ Հիմա ինչու էս փարագայում Ալիևը որոշեց իբրև կարծես հակաքարոզչություն անել Փաշինյանին իր հայտարարություններով։ Նախ առաջինը Ալիևը մի բան լավ անելուց ճակերտավոր պետք է նաև հաջորդ քայլ անի, որովհետև Ալիևը հիմա նախ վերջի տվյալներով Ալիևը համաշխարհային քաղաքական գործիչներից է, որ իր երկրում ունի բարձր վարկանիշ։ Հա, եւ սկսենք նրանից, որ այդ վարկանիշը ձեռք բերված 20 թվականից հետո։ 20 թվականից հետո ձեռք բերված վարկանիշը նա պետք է պահել եւ Հայաստանի հանդեպ խաղաղասիրական հայտարարություններով նա չէր կարող դա պահել։ Այսինքն երկաթե Բռունսկի գաղափարախոսությունը պետք է գործեր։ Եվ երկաթե Բռունսկի գաղափարախոսությունը այժմ գործում է խոսքերով։ Չգիտեմ հետո կանցնեն արդեն գործողությունները, բայց այժմ գործում է խոսքերով, որ Սևանը դա ադրբեջանական տարածք է։ Բայց մենք թույլատրում ենք մեր տարածքով անցնեն հայկական բեռները։ Սա խաղաղություն է։ Այսինքն երկու հակադրություններ է ստեղծում, մեկը ներքին լսարանի համար եւ նաեւ մեր լսարանի համար, որ եթե դուք հանկարծ մի բան ինչ անեք, մենք պատրաստ ենք անգամ Սևանը վերցնելու, բայց մենք թողում ենք, որ ձեր բեռներն անցնեն մեր տարածքով։ Բայց սկսենք նրանից, որ այդ մեքենաները, որոնք գալիս են, դրանք հայկական մեքենաներ չեն, ինչքան ես գիտեմ։ Դրանք կարծում ռուսական եւ ղազախական մեքենաներ են, որոնք կարողանում են անցնել այդ տարածքով։ Իսկ այդ ձևով մենք Թուրքիայի հետ ենք նույն մակարդակի վրա աշխատում։ Պարոն Աբրահամյան, նույն շարքին է պատկանում նաեւ Փաշինյանի Ես իհարկե չէի ուզենա, որ ամբողջ հաղորդումը նվիրված լիներ դրա պատասխաններին եւ արձագանքներին, բայց ամեն դեպքում դա ժողովրդի մոտ այն պատկերն է ստեղծում, որ այսպես մենք ունենք հզոր պաշտպան, որը մեզ պաշտպանում անգամ եթե ասում է բաներ, որոնք մեր համար չեն։ Ասում է պատմությունը կամ սպառում են, կամ ստեղծում։ Կոնկրետ Փաշինյանը վերջին 2 տարվա ընթացքում կամ առհասարակ 18 թվականից սկսած ուզում եմ ասել, որ իրենք պատմություն են ստեղծում, բայց ինչպիսի պատմություն են նրանք ստեղծում։ Եթե հաշվարկենք այն բոլոր կորուստները, որ մենք ունեցել ենք վերջին 7 տարվա ընթացքում, ահռելի եւ ի հակադրություն բերում է իբրև այն ամբողջ խաղաղության process-ը, որ հիմա մենք ունենք ստից թղթի վրա, ունենք սկզբից նոյեմբերի 9-ին, որն ավելի ձեռնտու էր, հիմա ունենք օգոստոսի 8-ի Վաշինգտոնյանը, Խրիմյան Հայրիկի ասած այդ թղթե շերեփելի ունենք հերթական, բայց նոր ուզեցի այդ հարցը տամ, իրոք հետաքրքիր է էլի, ամեն դեպքում մեր իշխանությունների մոտ կամ եկեք երկու տարբերակներ քննարկենք եւ իշխանությունը եւ ընդդիմությունը ունեն Աքիլեսյան գարշապար արդյոք այ միտեղ չգիտեմ սայթաքեն ինչ որ մի սխալ բան ու ամեն ինչ վերջանա սգոնե հրաշքով ես մենակ հրաշքներին եմ հիմա հավատում այս պարագային որովհետեւ գիտեք ցանկացած մարդ ցանկացած իշխանություն ցանկացած պետություն ունի Աքիլեսյան գարշապար Այստեղ հարցը կարելի է թե ինչքանով են պաշտպանում այդ նուրբ եւ զգայուն տեղը։ Եվ ինչքանով է նաեւ դիմացի կրակողը ավելի դիպուկ։ Այս պարագայում 18 թվականից այսօր իշխանությունը բացեց այդ նուրբ եւ դիպուկ տեղերը եւ ճշնամին կարողացավ շատ դիպուկ կրակել։ Իսկ պատմությունը ստեղծելու կամ մսխելու հետ կապված 18 թվականից մինչև այսօր այս իշխանությունը մսխում է հայոց պատմությունը, ընդհանրապես պատմությունը եւ չի ստեղծում նոր պատմություն։ Այսինքն չկա այսպիսի մի իրավիճակ, որի շուրջ ստեղծվի այդ պատմական կարևոր իրադարձությունը։ Որովհետեւ 18 թվականից այսօր, ինչպես դուք նշեցիք, կորուստներ եւ դրանից բացի ուրիշ այլ ոչինչ չկա։ Իսկ նրանց ստեղծած պատմությունը, որը նրանք անվանում են իրական Հայաստան,
եւ 18 թվականից առաջվա պատմությունը համարում եմ կեղծ երևի, չգիտեմ, հա, այդ պատմությունը հիմնված է միայն այսպես շատ կենցաղային մակարդակի վրա, իսկ պետությունը դա կենցաղային մակարդակի վրա ստեղծվող կամ պետությունը իր պատմությունը չի ստեղծում կենցաղային մակարդակի վրա, պետությունը ստեղծում է ամուր, ստեղծում է իր համար ամուր հիմքեր, որը նրա պատմությունն է, իսկ մենք ջնջում ենք այդ ամեն ինչը, մոռանում ենք, ասում ենք դա չկա, համարակալում ենք մեր հանրապետությունները, իրականում գոյություն ունի երկու Հայաստանի պետություն, որը ունեցել են տարբեր անուններ, դա Հայաստանի Հանրապետությունը եւ Հայաստանի խորհրդային սոցիալիստական հանրապետությունը, անկախացումից էր, այսինքն ՀՀ-ն 1918-ից 20 թվականին եւ ՀՀ-ն 1991-ից 2018 թվական, դա ՀՀ-ն է, այդտեղ առաջի կամ երկրորդ ենթագլուխների բաժանված մեր Հայաստանի պարզապես այնտեղ ոնց որ ժամանակին երբ որ եղել է Հայաստանի թագավորություն, մի պահ եղել է որ գոյություն չունեցել, չի դարձել, չէ, Հայաստանի երկրորդ թագավորություն կամ երրորդ թագավորություն, նորից եղել է Հայաստանի թագավորություն, որտեղ եղել են արշակույնները, այստեղ էլ նույն հանրապետությունն է տարբեր անուններով, բայց ասենք ղեկավարն եւ նրանք դա ջնջում են այդ հիմքերը, վերացնում են այդ հիմքերը, իսկ Հայաստանի Հանրապետության կարևոր հիմքերից մեկը դա Արցախն էր։ Կարևոր հիմքերից մեկը դա ցեղասպանության ճանաչման գործընթացն էր։ Դա էլ ենք ջնջում։ Կարևոր հիմքերից մեկը դա անկախության հռչակագիրն էր։ Դա էլ ենք ջնջում։ Կարևոր հիմքերից ջնջում են։ Կարևոր հիմքերից մեկը դա Հայաստանի Հանրապետության սահմանադրությունն էր, որը եւս ուզում են տապալել։ Այսինքն նրանք ոչ թե պատմություն են ստեղծում, այլ պատմություն են ոչնչացնում։ Եվ այդ գարշապարը, ինչպես նշեցիք, ընդդիմությունն էլ ունի, իհարկե ունի։ Բոլորն ունեն այդ գարշապարը։ Բոլորի մոտ կա։ Ես միշտ ուսանողներին, որ խոսում եմ պետության մասին, ասում եմ, որ ցանկացած բան, որ ստեղծվում է մարդու կողմից, շնչող օրգանիզմ, դա իր օրինակով է։ Այսինքն նույն պետությունն էլ իր օրինակով է ստեղծված, նա ունի մարմին, պետք է շնչի, պետք է մեծանա, չաղանա, հաց ուտի եւ այլն։ Եվ այդ պետությունն էլ ունենում է նաեւ այդ տեղը, փափուկ այդ տեղը։ Եվ այսօրվա իշխանությունը դա շատ այսպես լայնությամբ բացեցին եւ ստացավ այս հարվածը եւ ամենավատը այստեղ էնա որ այս չեն ընդունում այդ հարվածը իսկ չեն ընդունում որ այդ հարվածը տեղի է ունեցել նրանք ընդունում են որ հարված տեղի չի ունեցել Արցախները չկա հիմա մերը չէր էդի չենք էլ ընդունում որ պարտվել ենք իսկ ընդդիմության չենք էլ ընդունում չեն ընդունում որ Արցախն է մերը եղել որ մնաց ընդունել որ պարտվել է ընդդիմության Աքիլեսյան գարշապարը ըստ Մեդիադաշտի ըստ ընդհանրապես բոլոր վերլուծաբանների թերևս ամենաառաջին հերթին չմիասնության մեջ է։ Այսինքն նրանց այդ առանձին այդ բաժանիր իրականում Հայաստանի վարչապետը հասել է դրան բաժանիր եւ տիրիր այդ օրակարգն էլ ունի ու ընդդիմությունն էլ յուրաքանչյուրը իր առանձին միավորի պես մտնում է պայքարի մեջ։ Այո, դա կա եւ այստեղ ես կա այդ թույլ մասը, այդ գարշապարը համարում եմ այն հակասությունները, որ գոյություն ունեցել մինչև 18 թվականը։ Եվ այդ հակասությունները այսօրվա անիշխանության պարագայում ավելի շատ են սրվել։ Եվ դա խանգարում է ընդդիմության միավորմանը կամ ոչ թե ընդդիմության, այլ այն քաղաքական գործիչների, որոնք ռեալ հնարավորություն ունեն որևէ բան փոխելու։ Դե ի՞նչ մասն է խոսքը, ընդդիմությունն իրենք միմյանց դեմ են անգամ։ Դա եմ ասում։ Պայքարում։ Հենց դա եմ ասում։ Դա խանգարում է, որ տեղի ունենա այդ որ ավարտվի այդ պայքարը եւ տեղի ունենա միավորում։ Դրանից հետո նոր կսկսվի իրական պայքարը։ Այո, դրանից հետո նոր կսկսվի իրական պայքարը։ Կամ իրենց տեղը զիջեն մի ուժի, որը հնարավորություն ունի դա իրականացնելու եւ այդ հնարավորությունը օգտագործելու այսօրվա այս բացված գարշապարը փակելու։ Լավ, ի հեճուկս այդ բոլոր նեգատիվ մեկնաբանությունների ու ընկալումների Փաշինյանը նաև գնահատանքի խոսքեր ասաց, ինչպես նշեցիք, դուք Ցորենի մասին արդեն հիշատակեցիք, ղազախական թե ռուսական Ցորենը, որ արդեն հասել է Հայաստան, այսպես շատ
խոսում են անպագորգորով թե նահա տեսեք մենք ինչ ունենք ու խաղաղության օրակարգի էլի օգտագործվող այդ թեման է, որ հələ երևի երկար դրոշակի պես կթափահարեն իրականում, սա իբրև խաղաղության այդ գործընթացի փաթեթի մի մաս է կամ ինչ-որ ժեստ է գոնե թե Ալիևի կողմից, բայց մենք հո գիտենք ինչ պահանջներ են հնչում պարբերաբար, ինչ լուրջ խնդրի առջև, հերթական լուրջ խնդրի առջև կարող է կանգնել Հայաստանը, արդեն ավելի շատ տարածաշրջանային մակարդակով, որովհետև մենք խնդիրներ չենք ունենա արդեն մեր հիմնական տրանզիտն ապահովող եւ Վրաստանի եւ Իրանի հետ, չնայած արդյունքում կունենանք մենակ թուրքական ճանապարհներով երևի անցումներ։ Թուրքական քաղաքականության մի մասը միշտ հանդիսացել է ոչ թե 7 տարին, այլ 100 տարին հանդիսացել է այն քաղաքականություն, որ Հայաստանը հնարավորինս բլոկավորի։ Եվ այսօր մենք խնդիր ունենք Վրաստանի հետ։ Թամենը վերջերս Եվրանեստեր, Եվրանեստի քննարկումների ժամանակ Հայաստանը ինչ որ ռեզոլյուցիային կողմ է քվեարկել, որը դեմ է Վրաստանի։ Երկրորդ, Վրաստանը երկար տարիներ հանդիսացել է Հայաստանի տրանզիտային գոտին, որտեղից անցել են։ Եվ այսօրվա սահմանի բացումը կամ այս իրավիճակը, որ ստեղծվել է այս բեռների տեղափոխումը Ադրբեջանով, սա կարող է առաջացնել որոշակի խնդիրներ նաև Վրաստանի կողմից, որը կարող է շատ հանգիստ այդ սահմանը փակել։ Մյուս կողմից հարավից մենք խնդիր ունենք նաև Պարսկաստանի հետ, այդ օգոստոսի 8-ի փաստաթղթով, որովհետև Պարսկաստանը հայտարարում է նույն այդ ֆորումի ժամանակ, այդ Օրբելի հայտարարեցին իրանական կողմից, որ այդ ճանապարհը չպետք է անցնի անմիջապես սահմանի եզրով, իսկ թուրքերի պահանջը որ դա անցնի հենց այդ տեղով, ոչ թե ավելի հյուսիս կամ ավելի վերևով, անցնի հենց այդ հատվածով, որովհետև այնտեղ իրանք խոսքը այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին է, թե իբրև ճանապարհների, որոնք նայեք, այսօրվա իշխանությունը դա համարում է ճանապարհ, թուրքական եւ ադրբեջանական քաղաքական գործիչները անվանում են դա Զանգեզուրի միջանցք։ Նրանք դա դիտարկում են որպես միջանցք, այսինքն նրանք դա դիտարկում են, որ ճանապարհով անարգել անցնելու են ադրբեջանական եւ թուրքական առանց վերահսկողության։ Այո։ Որը խնդիր է առաջացնում Պարսկաստանի համար, Իրանի համար։ Իրանն կարող է այդպես փակել, այսինքն ճանապարհները մնա, եթե ապա շրջափակվի, թուրքերը հասնեն այն բանին ադրբեջանցիների հետ, որ Հայաստանի իր օգտագործի մեն թուրքական եւ ադրբեջանական ճանապարհները եւ որի վրա խիստ վերահսկողություն կարողանան միայն ամեն վարքյան դնել եւ փակվի Հայաստանը եւ այդպեսին բլոկավորվի։ Որը իհարկե 90-ական թվականին Թուրքիան արեց, երբ որ Քարվաճառը ազատագրվեց, հենց նույն վարքյանին Թուրքիան փակեց այդ սահմանը, որը լուրջ խնդիր առաջացրեց Հայաստանի համար։ Նետելի սպառնում է։ Իհարկե։ Այս անգամ կարող եթե այն ժամանակ ինչ որ մի նշույլ կար որ Պարսկաստանից կամ Վրաստանով մի կերպ ինչ որ ապրանքաշրջանառություններ տեղի ունենում, այս անգամ կարող է ընդհանրապես տեղի չունենալ դա։ Եվ սրա վտանգը շատ կա։ Այսինքն մեր համար հյուսիս-հարավ ճանապարհը շատ ավելի կենսական է, քան արևմուտք-արևելք կամ արևելք-արևմուտք ճանապարհը։ Դիվերսիֆիկացիան, որ ասեն շատ դառնում են իրենք ճանապարհների այլ։ Նույն այն բեռները, որ Թուրքիայով գալիս են Վրաստանով, դա մեզ համար ավելի անվտանգ է, քան այդ մեքենաները, որ Մարգարայի կամուրջով մտնեն Թուրքիայով անցնեն։ Այդտեղ ճանապարհը էական որևէ այդպես փոփոխություն տեղի չունենում։ Իսկն կարող է շատ-շատ մի 200 կիլոմետրի, որը այդ բեռնափոխադրումների համար առանձնապես մեծ թիվ չի, բայց վտանգը կա Հայաստանը լիովին բլոկադայի ենթարկելու։ Ամփոփենք չեք կարծում, որ վերջո ընդդիմությունը մաշվել է, միանշանակ չեմ ասում, բայց կարծիք եմ ուզում հասկանալ եւ անգամ այդ հնչեցված այլընտրանքային օրակարգը, որը այս դեպքում impeachment-ն է, դեռ չի հասել իր նպատակին կամ չի էլ հասնելու իր նպատակին, ինչ փուլում է առհասարակ ըստ ձեզ impeachment-ը։ Գիտեք, այսօր հետևելով իշխանության ներսին, հասկանում ես, որ այնտեղ չկան այն մարդիկ, որոնք կմասնակցեն այդ impeachment կոչվածին կամ այդ ինչ այդ որ ուզում են ԿՊ-ից ձայներ իհարկե դա նրանք պարզապես չեն անի, որովհետև եթե այսօր այսպես մեկ մատի հարվածով տեղի ունենում հոգևորականների ձերբակալություն, ինչի չի տեղի ունենա սեփական քաղաքական գործիչների ձերբակալությունը,
Եթե այսօրվա իշխանության հայտարարությամբ նա կոմպրոմատներ ունի եկեղեցու դեմ, ինչու՞ չի ունենա իր բոլորին KGB-ի իր քաղաքական գործիչների դեմ։ Այսինքն այս իշխանությունը, այսօրվա իշխանությունը կարողանում է այսպես իր ներսի մարդկանց պահել իր բռի մեջ։ Թե ստացվում է ներողություն, որ ավելի շատ վստահ են իրենց հաղթանակին այդ պարագանը։ Ես չեմ կարծում ոչ թե վստահ են իրենց հաղթանակին, այլ պարզապես ռեալ ենթարկվում են իրենց վերնախավին։ Ընդդիմությունը կարող է ի վերջո փողոց գեներացնել։ Գիտեք, այսօրվա գործելավոճով ոչ։ Դա էլ է սպառվել արդեն այդ մեթոդը։ Այո, այսօրվա գործելավոճով ոչ։ Այսինքն այլևս փողոց գեներացնելու իմաստն է կորել, որտեղ դիմացը ձմեռը հետո ընտրություններ, այլ ինչ փողոց գեներացնել։ Այսինքն ժամանակը դրա շատ քիչ է։ Մենք ընդհանրեն ունենք մի 2 ամիս, որ կարող են գեներացնել, բայց այսօրվա գործելավոճով չեմ կարծում կարող եմ գեներացնել։ Մի բան հիշեցի, պետք է ավելացնեմ, որովհետև երեք տեղի ունեցել ադրբեջանցի падգամավորներից մեկը շատ կոնկրետ հայտարարություն արեց, որ այս իշխանություն եւ եկեղեցի առճակատումը ճիշտ է շատ բարդ փուլ է նախընտրական մանավանդ Հայաստանում, բայց դա Փաշինյանին հարկավոր եւ ձեռնտու է։ Պատկերացնում եք եւ ասում է, որ Հայաստանում ընտրությունների արդյունքները կախված են Ադրբեջանի հետ ունեցած նրա հարաբերություններից։ Ուրեմն եկեղեցու հանդեպ դարպես Էջմիածնի հանդեպ թուրքական ատելությունը գոյություն ունի 1440-ական թվականներից։ Եվ այսօրվա այս գործողությունները իհարկե ադրբեջանական եւ թուրքական իշխանությունների սրտով են։ Բնականաբար։ Որովհետեւ խոսեցինք սյունների մասին, եկեղեցու մասին չխոսեցինք։ Դա կարևորագույն սյունն է հայկական պատմության մեջ։ Եվ դրա վերացումը 1460-ական թվականին թուրքական սուլթանը հատուկ այնպես արեց, որ Ստամբուլի հայերը կապ չունենան Էջմիածնի հետ։ Եվ նորից խաղաղության այսպիսի սիրուն օրակարգով, այսինքն ստեղծեց պատրիարքարանը։ Պատրիարքարանը է ստեղծվել։ Դուք արդեն ենթարկվում եք պատրիարքին, որ անմիջականորեն ենթարկվում է սուլթանին։ Այսօր էլ ենթարկվում է ներքին գործերի նախարարության։ Հա, հոգեորականները ստեղ են սովորում գնում, բայց այնտեղի պատրիարքը ընտրվում է անմիջական ներքին գործերի նախարարության վերահսկողությամբ։ Այսինքն սա եւս ձեռնտու քայլ էր, որ թուրք-ադրբեջանական տանդեմին։ Եվ իհարկե նրանք գովելու են Փաշազադեի հայտարարությունները թողենք մի կողմ դրանք Փաշազադեն բնականաբար ինձ, բայց դա այդ դարավոր եկած քաղաքականության մի մասնիկն է։ Շնորհակալ։ Սիրելի հետևորդներ, շարունակեք հետևել մեզ Facebook-ում, YouTube-ում, նաև Patreon-ում անցնող շաբաթվա անցուդարձին առաջինը եւ մշտապես տեղյակ լինելու համար։ Կհանդիպենք